սրանք էլ իրանց պատիժը կստանան։ Գյումրիում մեկ շաբաթում տնային կալանքում է հայտնվել Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Գյումրիի ավականու անդամ Կարեն Սիմոնյանի 3 թիմակից՝ Աննա Գալոյանը, Մարտուն Հովհաննիսյանը եւ Աշոտ Խաչատրյանը, որը եւս պատգամավորի թեկնածու է։ Օրվա կուրսով են առաջ շարժվում։ Նրանք անցնում են ընտրակաշարք տալու ստանալու գործով, որը հարուցվել է ընտրությունների նախօրեին գաղտնալսված մի հեռախոսազրույցի հիման վրա։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանին պարզ չէ մեղադրանքի էությունը։ Չես հասկանում հիմքը որն է։ Հիմա իրենց ձեռն է, ինչ ուզում են այդպես անում է։ Հիմքը հանդիսանում են ու ասում են երկու հոգի իրար հետ խոսացել են, ձեր անունն են տվել։ Հիմա ուրիշ երկու հոգի էլ որ իրենց անունը տա, իրենք իրենց վրա պիտի գործ հարուցեն։ Ընտրություններից հետո Գյումրիում թիմ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի ցանկությամբ է Սիմոնյանը բացատրում իր խոսքով քաղաքական հետապնդումների նոր ալիքը հանրապետության երկրորդ քաղաքում, փորձում են լրացնել ընդդիմությանը։ Գուցեև փորձում է, բայց չի ստացվելու, որովհետև ես խաղից դուրս չեմ գալու։ Եթե մտել ենք քաղաքական դաշտ, ուրեմն մեր աչքի առաջ ունեցել ենք այդ յուրաքանչյուր հաշվարկները, որ կարող է նույնիսկ ճնշում գործադրվել իմ անձի վրա, եւ մենք ճանապարհի կեսից հետ կանգնող չենք։ Գյումրիի ավականիում 2 մանդատ ունեցող խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի նկատմամբ ճնշումները ուժ գնացան, երբ լուրեր տարածվեցին նրա փոխքաղաքապետ ընտրվելու հնարավորության մասին։ Խոսարկեցին Սիմոնյանի բնակարանն ու ավտոմեքենաները, բայց որևէ բան քննիչները չհայտնաբերեցին, ու այս պահին նա որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չունի։ Պրբդում են, որ ինչ-որ բան կդնեն։ Կստացվի թե չէ իրանց մոտ ինչ-որ բան կարել ցույց տալ, ես չեմ կարող ասել, բայց մեզ հետ չի պահում մեր քաղաքական ճանապարհից գնալու ենք առաջ։ Իշխանությունը չի մարսում 2021 եւ 2025 թվականներին Գյումրիի թիմ ընտրություններում կրած պարտությունները, ամեն ինչ անում է գործող ավականու լուծարմանը հասնելու համար, նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ ԿՊԱ-կանները առայժմ փորձում են ճնշումներով ու մանդատագողության տարբերակով հասնել իրենց նպատակին։ Հիմա որքան հասկանում եմ, ամեն ինչ անում են, որպեսզի լուծարվի Գյումրու ավականին։ Եվ թիրախում այս պայթրությամբ ենթադրում եմ, որ Կարեն Սիմոնյանն է, որի թիմագիծների նկատմամբ ուրեմն հետապնդումները նպատակ ունեն պարտադրելու նրան, որ եւ Կարեն Սիմոնյանը եւ նրա ավականիներից մեկը եւս չմասնակցեն ավականու նիստերին եւ թույլ տան Նիկոլ Անհողին հեշտությամբ ուրեմն լուծարել Գյումրու ավականին։ Իշխանությունը նոր մարտավարություն է ընտրել, նկատում է Համբարյանը։ Ավականու ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրի հետ փորձում են առանձին աշխատանք տանելով խաղից դուրս հանել։ Այսպես արտահերթ ընտրություններ անցկացնելու հող նախապատրաստելը ավելի հեշտ կլինի իշխանության համար։ Այսինքն իրանք փորձում են վախի, սարսափի, շանտաժի միջոցով պարտադրել ավականու որոշ ներկայացուցիչների մինիմալը գոնե չգալ նիստերին եւ չապահովել քվորումը, որովհետեւ իրանք կարողանան օրինական ձևաչափով ուրեմն նոր ընտրություններ կազմակերպել Գյումրիում։ Ավականու նիստերը տապալելու մի քանի փորձ ԿՊԱ-կանները արդեն արել են, բայց ընդդիմադիր ուժերը դեռ փորձում են միասնական դիմադրություն ցույց տալ եւ իրենց ձեռքում պահել հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Էլեն Յահինյան, Հայլուր։